Մեզ է միացել այսօր միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը, բարև ձեզ։ Դավիթ։ Հրադադարը Իրանի դեմ պատերազմում կոնֆլիկտի ավարտ է ենթադրում, թե ոչ։ Ես այդ կարծիքը չեմ կիսում, որտեղ հիմա թևածում է հենց այդ կարծիքը, որ ամփոփեցինք, ավարտվեց, բայց ոչ։ Ես կարծում եմ, որ ինչպես իրարամերժ հայտարարություններով են հանդես գալիս Ամերիկա-իսրայելական տանդեմը, հա, այդպես էլ բան, ընդ որում ասեմ, ժամեր առաջ Լիբանանի հարավը ավերվում էր, քարը քարին չեն թողնում, հետևաբար հագասական հայտարարություններ է հնչում, կարծում եմ, որ դերևս շարունակվելու է։ Իհարկե ոչ նման ինտենսիվությամբ։ Ասում է Լիբանանը օրակարգում չէ։ Չէ, բայց Իրանի պայմաններից մեկը, որը որ բավարարվել է 10 կետից, եղել է դա, հետևաբար դա պայմաններից մեկի խախտումն է, ընդ որում դա թվով 9-րդ պայմանն էր։ Եվ Իսլամաբադում հիմա հենց որ քննարկվում է եւ առաջիկայում էլի քննարկվելու է, հենց դա է ուղղված, որ այսպես կոչված պրոքսի ուժերի հանդեպ եւս պետք է պատերազմը դադարեցի, ցանկացած սցենար բացառվելու է։ Բայց նախնական պայմանավորվածությունը արդեն իսկ դրժվել է, խախտվել է։ Դե արագ եկավ ինֆորմացիան, որ Հորմուզը բացվել է, Լիբանանին խփելուց հետո հիմա էլ կա, չգիտեմ հաստատվում է այդ ինֆորմացիան, թե ոչ, որ նորից փակել են։ Որովհետև 10 կետերը, որոնք պայմանավորված են, գուցե, համենայն դեպս հասկանալի է, որ կարմիր գծի պես մի բան է այդ 10 կետերը Իրանի համար, որը որ արդեն իսկ պայմանավորվածություն է ձեռք բերվել դրա շուրջ եւ հետեւաբար եթե պայմաններից մեկն ու մեկը խախտվում է ամբողջ պայմանավորվածությունը։ Եվ իրենց համար ամենամեծ խաղակարտը Հորմուզի փակ կամ բաց լինելն է։ Դավիթ, ով արեց հետքայինը։ Միացյալ Նահանգները։ Երբ որ հաշվարկը նայում ես ինչպիսին էր, ես միշտ եմ ասել, որ րոպե առաջ ավելի քան վստահ եմ, որ բոլոր խորհրդատուները, այնպես ինչպես օրինակ 350 եւ ավելի ադմիրալներ, գեներալներ խորհուրդ են տալիս Պենտագոնին, օր առաջ, րոպե առաջ պատերազմական գործողություն է դադարեցնել, այդպես էլ նաև քաղաքասարակության ճնշման արդյունքում տնտեսագետները իրենց հերթին բարելի գները տեսել եք ինչ էր դարձել։ Արդեն այդ քաոսը, որ առաջանում էր Միացյալ Նահանգներում, պարզ է, որ դա արդեն դառնում էր անշրջելի։ Ընդ որում արդեն իմպիչմենտի գործընթացի վարման, հետո այնտեղ օրենքի տեսանկյունից առավել եւս որ փաստացի Միացյալ Նահանգները օֆիցիալ պատերազմի մեջ չի եւ կոնգրեսի թույլտվությունը չունի եւ օպերացիան որպես այդպեսին կարող է ձգվել ընդամենը 3 ամիս, այստեղ հարցեր, որ հետագայում ինքը լուրջ խնդիրների առաջ էր գալու եւ այստեղ իր խորհրդականները լինեն J.D. Vance-ի, չգիտեմ, շնորհքներ թե ինչ, որովհետեւ հիմա արդեն դապնիներն են, հա, բաժնում ով ինչ արեց, Ռուբիոն էս արեց, այնին արեց, բայց փաստային է, որ համոզել են, որ գեղեցիկ փաթեթավորված խոսույթով ներկայացնեն, որ իրենք իրենց նպատակին հասել են եւ հիմա գնում են զինադատարի։ Դե երկու կողմն էլ հաղթանակից են խոսում, բայց հաղթանակը մի կողմին է սովորաբար տրվում։ Բացառիկ դեպքեր են, որ կարելի ասել, որ երկուստեք շահեցին եւ երկուստեք տուժվեցին։ Ամբողջ իրանական ենթակառուցվածքներն են շարքից դուրս բերվել, իհարկե չընկրկեցին, տեսանք, այդուհանդերձ չհանձնվեց, այո, ընդ որում ստացվեց այդ ուլտիմատումային պահանջները չբավարարվեց, ընդհակառակը իրենց պահանջները բավարարվեց ու այսօր Իսլամաբադում ստացվում է իրենց իսկ նախաձեռնությամբ, այսինքն Իսլամաբադի բանակցությունները կգնան իրանական սցենարով, այո, այո, դրա մասին բացեիբաց խոսում է ամերիկյան կողմը։ Բայց որն է Թրամփի հաղթանակը այստեղ։ Դե նման հաղթելու ենք սկզբունքով, մենք էլ ենք տեսել թե այդպիսի մի բան, հա, երբ որ ասում են մի բան, բայց փաստացի ռազմի դաշտում այլ բան է տեղի։ Այնպես որ այդ հրադադարը կովկասյան տրամադրությունների վրա ազդում է հիմա։ Աշխարհաքաղաքական տեսանկյունից եթե հարցը դիտարկենք, առավել եւս երբ որ մենք առերեսվում ենք հայ-ադրբեջանական հագամարտության պարագայում Միացյալ Նահանգների այսպես ասած խավորության մասով, առավել եւս TRIP-ի ծրագրի մեգա պրոյեկտի մասով, գիտեք, փոքրինչ ժողովրդի մոտ սկսել է կասկածներ առաջանալ, որ արդյոք դա կյանքի կոչվի, հա, առավել եւս որ Միացյալ Նահանգների կողմը հիմա ընկղված է նման
խնդիրների մեջ եւ ընդհանրապես ուշք ու միտքը այլ ուղղության վրա է եւ հետեւաբար ոնց որ այս պրոյեկտը արդեն երկրորդական, երրորդական է դարձել եւ արդյոք կենսական է առհասարակ կամ ընդհանրապես եւ երկրորդը տարածաշրջանային տեսանկյունից էսպես է հիմա Միացյալ Նահանգների դեմս նախագահ Թրամփի այն իրավիճակում չի որ մերձավոր արևելյան կից տարածաշրջաններում կարծես նման մեգա պրոյեկտներ իրականացնի, որովհետև փորձը ցույց տվեց, որ իրանական սցենարից հետո շատ բաներ կարող են հենց այնպես չգնալ, ինչպես որ պլանավորվել է։ Այդտեղ է հիմա ժողովրդի մոտ մտահոգություն, մանավանդ հայ հասարակության մոտ, թե կարող է արդեն երրորդական, չորրորդական դառնա այն, ինչ որ պլանավորվել էր անցած տարի։ Այսինքն կփոխվի նաև Իրանի վերաբերմունքը։ Տեսեք, Իրանը բազմիցս ասել է, որ վերապահումներով է մոտենում, հատկապես իր հյուսային անմիջական սահմանով անցնող ցանկացած պրոյեկտ, որը որ ամերիկյան դրոշի ներքո է։ Բայց դեմ չի եղել, որովհետև այնտեղ հստակեցում են տվել, որ դա ազգային ու պետական շահերին չհագասող է Իրանի։ Եվ ընդհանրապես ոչ մի կերպ, ոչ մի տրամաբանության շղթայում ուղղված չի Իրանի դեմ։ Եվ այդ մասով խնդիր չեն տեսնում, խնդիր են տեսնում գլոբալ տեսանկյունից, որովհետև այ ոնց որ հիմա հետախուզական տվյալները ասում են, որ այդուհանդերձ ադրբեջանական տարածքը հակաիրանական կոալիցիայի համար տրամադրվում է որպես պլազդարմ պոլիգոն, չի բացառվում, որ որքան էլ բարեդրացիական եղբայրական դաշնակից երկրներ ենք մենք Իրանի հետ, բայց այնուհանդերձ այդ 44 կիլոմետրի հատվածն էլ որպես այդպեսին լինի խնդրահարույց տարածք որպես այդպեսին, որովհետև իրենց մոտ կա հետևյալ տրամաբանությունը, որտեղ կա ամերիկյան որևիցե ենթակառուցվածք, այդ տեսեք, երբ որ Պարսից ծոցի ավազանի երկրներին հարվածում էր, դրանք միայն ռազմական օբյեկտներ չէին, դա ուղեղի կենտրոններ էին, հետևաբար իրենց համար չափանիշը միայն դա չէր, առավել ևս, երբ որ նրանք Մինաբի դպրոցին հարվածեցին, այսինքն այդ տրամաբանությամբ, այ հիշում եք օրեր առաջ, նույնիսկ ամերիկյան համալսարանը Երևանում մեկ օր ու կեսով փակվեց on-line դասերի անցան, որովհետև մտահոգություն ունեին, որպես թիրախային կետ կարող է անգամ բուհը հաստատվեր, հետևաբար կա այդ մտահոգությունը, չի բացառվում։ Եթե դիտարկենք ազգային անվտանգության տեսանկյունից, Իրանի համար ցանկացած դրվագ կարող է ռիսկային դիտարկվի եւ անգամ թիրախ որպես նկատվի, բայց մենք է որ պետք է հավուր պատճառի ներկայացնենք իրանական կողմի համար, որ եթե այդ ճանապարհը օրինակ բացվում է, ինչ տրամաբանության մեջ է բացվում եւ ընդհանրապես որևիցե ռիսկ արկախված է թե ոչ։ Դա արդեն մեր աշխատանքից, մեր համատեղ, միջպետական հարաբերություններում հստակ դիվանագիտական ճիշտ գործիքակազմով շփվելու արդյունքում պետք է բարձ լինի։ Դե հենց հրադադարի օրը արագ թրիպի օրակարգը ակտիվացավ։ Ակտիվացրեցին, ոչ թե ակտիվացրեցին։ Դե թող լինի այդպես։ Ալիևը ղազախների հետ քննարկում է թրիպը, Ղազախստանի արտգործնախարարը գալիս է Երևան։ Այստեղ հարկավոր է հասկանալ ղազախական դերակատարությունը կոնցեսիայի մասով երկաթգծի, որտեղ գիտեք հայտնի։ Դե հերքել են դա, հիմա մենք նորից։ Դե հերքել են, բայց առաջարկը ինչքան էլ հիմա օդի մեջ է, բայց քննարկման առարկա է։ Տեսեք, այսպես է եղել դրվագը։ Գիտեք, ռուսական կողմին ներկայացվել է, որ ինչ որ մի հատված, մինչև Ախուրիկի հատվածի վերանորոգման աշխատանքները, ռուսական կողմը ասել էր մենք դա կկատարենք, այսինքն պատասխան չի հնչել, որից հետո ընդամենը 1 օր անց իրենց ներկայացրել են, որ այդուհանդերձ մենք նախընտրում ենք ղազախական տարբերակը առաջարկ ունենք, թե մենք ենք առաջարկել, այդ մանրամասնությունները չգիտեմ, բայց այդ առաջարկը կա, հետևաբար ռուսական կողմն է, գիտեք, ինչպես են տունում նման ինֆորմացիան ու արդեն նաև գիտենք մամուլից, թե ինչպիսի արձագանքից զատ նաև ինչ նախապայմաններ է առաջ քաշել։ Այսինքն որ ղազախական կողմը ասում է մենք կապ չունենք հայկական երկաթուղու հետ։ Ստացվում է, որ դա հայկական կողմի առաջարկն է եղել, գուցե դա պաշտոնական բոլոր խողովակներով իրենց ուղղված է եղել, բայց պաշտոնապես հլը որ ղազախական կողմը չի հաստատել, բայց այդ խոսակցությունը ակտուալ է դեռևս։ Ուրիշ բան, որ Օվերչուկը ասում է, որ մենք տրամաբանորեն չենք գտնում գետ 1 ինչ որ պրոբլեմ, ինչ որ խնդիր, որը որ անլուծելի է, որ դուք հիմա կոնցեսիայի հարցը քննարկում եք երրորդ երկրների հետ։
Դե Հայաստանի համար ըստ տրամաբանության, ես չգիտեմ քաղաքական խոհանոցը ինչ կպահանջի, մեզ երկաթուղին վերականգնել է արագ պետք։ Խայտարակ վիճակում է միանշանակ։ Դե պետք է վերականգնել, հա։ Այն վիճակը, որ գտնվում են հայկական Հայաստանի համար կարևոր է օգտականի ամենաարագը։ Իհարկե։ Չընդհանրապես տեսեք տարածաշրջանային բոլոր երկրներից այսօր այդ ամբողջ ինֆրաստրուկտուրան ամենավատ վիճակում, ամենավատթար պայմաններով այսօր սպասարկում են հարավկովկասյան երկաթուղիները, դա փաստ է։ Հետևաբար ամոթ է, հա, վերջիվերջո երկիրը պետք է ունենա շնորհքով նորմալ կայացած երկաթգծային ամբողջ հանգույցներ։ Ընդ որում վերականգնվելու է այդ Ֆիալետովը, Լերմոնտովը հատվածը, որի մասին ակնարկ եղել է, ընդ որում ռուսական կողմը այդ մասով էլ ասել է, որ մենք պատրաստական ենք այդ շինարարական աշխատանքներին, իհարկե այդտեղ պայմանավորվածությունները պետք է հստակեցում, թե ֆինանսական մասով, թե սպասարկման, նորոգման, վերանորոգման, այսինքն նայած ինչ կտրվածքով։ Այս մասին մենք ուղղակի տեղյակ չենք, որտեղ այս ամեն ինչի մասին չի խոսվում։